Սիրելի հյուրեր, հրավիրյալներ, մեծարգոտիկնայք և պարոնայք, այսօր մենք հավաքվել ենք Երևանի Վազգեն առաջինի անվան համար 168 դպրոցի հյուրընկալ հարգի ներքո ձեզ ներկայացնելու մեր 3 դպրոցների Երևանի համար 168 հիմնական, Երևանի երաժշտական համար 13 մասնագիտացված և Երևանի Բենյամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների համագործակցությամբ և անմիջական ջանքերով կազմակերպված ամփոփիչ նախագծային դասը։ Եվ քանի որ այս տարին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հռչակված էր որպես մշակութային տարի, որոշեցինք ամփոփել մեր հագեցած առօրյայով, հետաքրքիր և նախաձեռնություններով հարուստ 2024-25 թվական։ Ապը գրդը եսը է ըծել ժը
Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է մշակույթին, այն եզակի ու բազմաշերտ երևույթին, որ ձևավորում է յուրաքանչյուր ազգի ինքնությունը։ Այն մեր անգին ժառանգությունն է, սկսված մեր լեզվից ու երգից, մինչև ճար տարապետություն, հագուստ եւ հոգեվոր արժեքներ։ Մեր մշակույթը ի սկզբանե եղել է, կա եւ հարատևում է մեզանում։ Բովանդակալից, հետաքրքիր ու բուռն մշակութային կյանքին մենք եւս մասնակցեցինք։ Դառնալով հայ մշակույթի կրողները, կարդացինք, երգեցինք, նկարեցինք, վերլուծեցինք ու քննարկեցինք, այցելեցինք թանգարաններ, կինոթատրոններ ու համերգասրահներ, շնչեցինք մշակույթով Անահիտից մինչև Մարիամ, խնկարկեցինք եւ դարձանք երկնայինի ու երկրայինի կիզակետը, ձևավորելով մեր աշխարհընկալումը։ Մենք կարողացանք մեր մշակույթի միջոցով ձևավորել մեր ինքնությունը և մշակույթով ինտեգրվել գլոբալ աշխարհին։ Մշակույթը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք նրա ներսում, երբ խոսում ենք մեր լեզվով, պահպանում մեր արժեքները, ստեղծում նոր ձևեր հին արմատներով։ Մենք ապրեցնում ենք մեր մշակույթը, փոխանցում սրտից սիրտ, սերնդից սերունդ։ Օգտվելով մշակութային տարվա ընձեռած հնարավորություններից, մենք հիշարժան եւ կարեւոր ենք համարում մայիսի 22-ը։ Այսօր մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրի 101-ամյակն է։ Շարլ Ազնավուր, անուն ազգանուն, որ կարելի է հնչեցնել աշխարհի ցանկացած անկյունում եւ բնութագրող բառեր չփնտրել նրան նկարագրելու համար։ Տաղանդ, որ տարիներ շարունակ գերում էր հանդիսատեսին, լեգենդ, որով տարվում եւ փորձում են բացահայտել բոլորը։ Ազնավուրի շնորհիվ ֆրանսիական շանսոնը բոլոր ժամանակներում չգերազանցված է։ Նա շանսոնը հանեց կաբարեների միջավայրից եւ դարձրեց դասական արվեստ, հասցնելով մինչև անգամ աշխարհի ամենահեղինակավոր բեմերն ու դալիճները։ Դուք կգրավեք աշխարհը, քանի որ հուզել գիտեք, ասել է Շարլ դը Գոլը Շարլ Ազնավուրին։ Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. երբ ռադիոթունիչի կոճակը կսեղմեմ եւ հերուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կսեմ. ապրիս եղբայր, դու նա լախտեցիր, դու մեծ ու տոկուն հայ մնես։ թվական, մայիսի 22 Վերջնականապես Ֆրանսիա գաղթած Էրզրումցի Միշա և Իզմիրցի քնար Ազնավուրյանների ընտանիքում Սեժեն դեպրե թաղամասում ծնվեց Շահնուր Վաղինակի Ազնավուրյանը։ Ծնունդն ընդունող ֆրանսիացի բուժքրոջ համար լեզվական դժվարություն առաջացրեց արտաբերել Շահնուր անունը։ Ուստի շատ արագ նա ստացավ երկրորդ և ավելի կիրառելի անուն՝ Շարլ։ Մեծացավ արտիստների ընտանիքում, հայրը երգում էր, մայրը խաղում։ Այլ բան չէր մնում պատանի Շարլին, քան երազել բեմի և բոհեմական կյանքի մասին։ Mes
Առաջին անգամ Շարլ Ազնավուրը բեմ բարձրացավ, երբ ընդամենը 9 տարեկան էր։ Բարձրացավ պատանուն հատուկ երազանքներով, սկիզբ դնելով իր մեծ, դժվար, բայց եւ փառքով պսակված ճանապարհի համար։ Նա դեռ պիտի երգեր իր եկող եւ գնացող սերերի մասին, իր հոգու մենության, արվեստի ուժի, իր ազգի ողբերգության եւ կանչող հայրենիքի մասին։ 1959 թվական Փարիզի Օլիմպիա համերգային սրահի մուտքի դիմաց դրված է Շարլ Ազնավուրի համերգի ազդագիրը։ Մի քանի չընդունված ելույթներից հետո այս համար հայ երիտասարդը փորձում էր եւս մեկ անգամ գրավել բծախնդիր ու բարձրաճաշակ ֆրանսիացիների սրտերը։ Ահա վառվում են բեմի լույսերը։ Փարիզը սառնաշունչ հայացքով սպասում է։ Եվ երբ ձայնը տարածվում է, ընդամենը մի քանի ելույթից հետո այլևս ոչ ոք չի նկատում նրա արտաքինը, հային հատուկ մեծ քիթն ու կարճ հասակը։ Երբ վարակույժները փակվում են, ծափարությունները դեռ երկար ժամանակ չեն դադարում։ Ֆրանսիական երաժշտության երկնակամարում այդ երեկո նոր աստղ էր ծնվել, որը հետագայում իր արվեստով պիտի խոսեր ամբողջ աշխարհի հետ։ Ճակատագիրը մեծ ուղի էր նախապատրաստել Ազնավուրի համար։ Նա գնում էր նվաճելու Փարիզի արվեստասեր հարության սիրտը իր սիրո երգերով։ Եվ այդ ճանապարհին խոչընդոտ չեղավ ոչ աղքատությունը, ոչ հիասթափությունը, ոչ անհաջողությունը, ոչ արտաքին անհամապատասխանությունն ու պերճաշուք հագուստի բացակայությունը։ Նա չէր սիրում, երբ իրեն կենդանի լեգենդ էին կոչում։ Նրա ստեղծագործելիությունը սահմաններ չուներ։ Պոետ, կոմպոզիտոր, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, շատերը նրան հիշում են, որպես իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչ։ Ֆրանսիայում կա հատուկ նարինջ մրցանակ, որը շնորհում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացակամությամբ առանձնացող հանրային դեմքերին։ Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել ի նշան շնորհակալության, մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։ Ազնավուրին շնորհվել է կանադացի ասպետ պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում նա միակ օտարազգին էր։ Աշխարհահռչակ շանսոնյան արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա 3 ինքնակենսագրական գրքերի հեղինակ է։ Ազնավուրը Ազնավուրի մասին, անցյալն ու ապագան բարձր շշուկով, իմ հայրը հսկա է պատմվածքների ժողովածու։ Ազնավուրը չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով մարդը նաեւ զարամյալ տարիքում պիտի ապրի այնպես, ասես 30 տարեկան է։ Շարլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր, պետության մեջ, հայրենիք, հայրենիքի մեջ։ Ծնվել է 100 տարի առաջ ողբերգության եւ ազատության արանքում։ Նա այսօր էլ խրոխտ կանգնած է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև, որպես երկարվեստի հավերժական հովվապետ, ասել է Էմանուել Մակրոնը Շարլ Ազնավուրի մասին։ Դեռ 3-20 տարեկան էի ու վատնում էի ժամանակը իմ, խաղում կյանքի հետ, ինչպես խաղում են հաճախ սիրո հետ, ու գիշերներս ցերեկ դարձնում հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում, ու հալվում է այս ժամանակի մեջ։ Charles Aznavour fut à la fois l'un des chanteurs francophones les plus célèbres du monde, un véritable ambassadeur culturel d'un peuple arménien. Il a semé l'amour par ses chansons, la sagesse par ses paroles, par sa présence, la fierté. Il ne chantait pas seulement d'amour, il vivait à en devenir la chanson elle-même. Edith Piaf, qui a joué un rôle important dans le début de sa carrière, disait « Aznavour a du génie. Il écrit avec le cœur, il vit ses chansons. Ce n'est pas juste un auteur, c'est un artiste complet. » Էդիթ Պիաֆը, ով կարևոր դեր է խաղացել Ազնավուրի կարիերայի սկզբում, ասել է. Ազնավուրը հանճար է, նա գրում է իր սրտով, ապրում է իր երգերով։ Նա պարզապես հեղինակ չէ, նա լիարժեք արվեստագետ է։ She
pas vivre sans toi. Pardonnez-moi ces caprices d'enfant. Pardonnez-moi, reviens-moi éternellement. Je t'aime trop et je t'aime pour pas vivre sans toi. Pardonnez-moi, pardonnez-moi. Je t'aime trop et je t'aime pour pas vivre sans toi. Ազգը հարուստ է իր մեծերով, իսկ ազնավուրը հայ ազգի, անկրկնելի մեծերից։ Այն զարգերակներից, որով հավերժորեն սնվում է ոչ միայն հայը, այլև ֆրանսիացին, արաբը, ալժիրցին։ Ազնավուրի երաժշտությունը փոթորկում է մեր էությունը, ազնվության, կարոտի, հույսի, ազատության, աննկուն ապրելու տենչով ու ոգևորում, թև տալիս մեզ։ Եվ երբ հուսահատության ձմերը փորձում էր մերցնել մեր ժողովրդի հույսն ու գալիք երազանքը, Ազնավուրն այն ծնծաղիկը եղավ, որ իրենով գարուն բերեց, ապրեցրեց և ջերմացրեց մեզ ահասարսուր երկրաշարժից հետո, իր քեզ համար Հայաստանով միայն։ Thank you.
Այսօր, օգտվելով առիթից, ցանկանում ենք մեր մեծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Անդրեասյանին, նախագահի տեղակալ Տիկին Սվաջյանին և հանրակրթության բոլոր նվիրյալ այրերին և տիկնանց ուսումնառության ևս մեկ լավ տարի թևակողելու համար։ Մնայուն գիտելիքներով, վառ ու գունեղ տպավորություններով, խինդ ու բերկրանքով լի արդյունավետ ուսումնական տարի մեր խաղաղ և զարգացող երկրով։ Թող մեր ջերմ և անկեղծ երախտագիտությունը աղոթանվեր անփովանի դառնա։ Կրթությունը առավել հետաքրքիր, բովանդակալից և կիրառելի դարձնող բոլոր անձնվեր մշակների համար։ Շնորհակալ ենք։ Դու
Նախ եւ առաջ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Ինձ թվում է այս րոպեները լինելու են մեր ամենահիասքանչ րոպեներից մեկը, որովհետև այսօր դուք այստեղ ցույց տվեցիք, որ ուսումնական տարվա ամփոփումը կարող է լինել այսքան մշակութային, այսքան ճաշակով, այսքան բովանդակային, այսքան ձեր մասին։ Եվ ես ուզում եմ ուղղակի մենք ծափահարենք, որտեղ այսքան տաղանդավոր երեխաներ ունենք, մեկը մյուսից տաղանդավոր եւ իրոք խոսքեր չկան, ինչպես եք երգում, ինչպես եք պարում, ինչպես եք նվագում, ինչպես եք խոսում, կարելի է ձեզնից միայն սովորել ու ես վստահ եմ, որ սա դեռ միայն ձեր շատ մեծ ճանապարհի սկիզբն է եւ առջևում ձեզ մեծ հաջողություններ են սպասվում ու սրտանց ձեզ մաղթում եմ այդ հաջողությունները, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր 3 դպրոցներին։ Ես կարծում եմ սա շատ լավ օրինակ է։ Մենք հաճախ ասում ենք, վայ, գիտեք, ինչքան բարդ է, ինչքան դժվար է, եւ այսօր այստեղ համոզվում ենք, որ ոչ մի անհնարին բան չկա։ Եթե մարդիկ ջանք են դնում, եթե մարդիկ սիրում են իրենց գործը, եթե մարդիկ ուզում են լավ բան անել, այդ լավ բանը անպայման ստացվում է։ Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Երևանի թիվ 168 հիմնական դպրոցի, թիվ 119 ավագ դպրոցի եւ թիվ 13 մասնագիտացված դպրոցի աշխատակազմի բոլոր անդամներին, տնօրեններին, աշակերտներին, դուք հրաշալի նախաձեռնություն եք ցուցաբերել միասին ամփոփելով ուսումնական տարին, այդքան ներդաշնակ, այդքան միասին եւ ցույց տալով, որ մեր ստեղծագործությունը, մեր միտքը եւ մեր աշխատանքը սահմաններ չի ճանաչում։ Շնորհակալություն, հսկայական աշխատանք։ Եվ իհարկե իրարից հետո որ գամ ես մոտ բողոքի ասի է ինչ ստացվում, ասենք այլևս չենք հավատում մեր ձեզ, ամեն ինչ ստացվում է եւ երեխաներն էլ ամեն ինչ կարող են անել։ Եվ իհարկե ես ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր շրջանավարտներին։ Սիրելի երեխաներ, սա շատ կարևոր կյանքի փուլ է, որ ձեզ համար ավարտվում է եւ ձեզ սպասվում է միայն նոր հաջողություններ, նոր մերժներ, նաեւ դժվարություններ, բայց դժվարությունները նրա համար են, որ մենք հաղթահարենք ու առաջ գնանք։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ, որ ինչ որ մտածել եք, մարդիկ կան, ովքեր հիմա քննություններ են հանձնելու, ուզում են բուհ ընդունվել, կան, որ արդեն ընդունվել են, կան, որ դեռևս մտածում են ինչ անել, կան, որ այլ ճանապարհ են ընտրել, բոլորից ցանկանում եմ, որպեսզի ունենաք միմիայն հաջողություններ, երբեք չընկճվեք դժվարություններից եւ առաջ գնաք վստահ լինելով, որ ամեն դեպքում հաջողելու եք եւ հետեւողական ջանքը չի կարող արդյունք չտալ, այսօր արդեն ինքներդ համոզվում եք դրա մեջ։ Չեմ ուզում երկար խոսել, հատկապես արևի տակ, բայց գլխարկները ձեր շատ սազում են։ Ես անգամ այս մասին ասում բոլորիդ եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ։ Հրաշալի էր, բառեր չկան։ Գալու եմ երգչախմբին, երգերին լսելու եւ նաեւ մի բան էլ ասեմ, վաղը մեր նվագախումբը շրջելու է բացօթյա ուրեմն ավտոբուսով եւ շնորհավորելու եմ մեր տարբեր դպրոցների։ Ինչու կարծում եմ եւս մեկ հրաշալի նախաձեռնություն է եւ շնորհակալություն։ Վստահ եմ, որ վաղվա ձեր նաեւ այդ շրջայցը գունավորելու է մեր վերջին զանգի միջոցառումները տարբեր դպրոցներում ու սա ցույց է տալիս, որ վերջին զանգը կարող է լինել այսպիսի։ Հետևաբար աշխատենք եւ հաջորդ տարի վստահ եմ ել ավելի շատ նախաձեռնություններ կտեսնենք։ Շնորհավորում եմ բոլորիդ։